Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում պրեսինգն է այսօրվա իմ զրուցակիցը դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար եւ քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է, բարի երեկո։ Բարև ձեզ։ Պարոն Սուրենյանց, նախ մեր հեռուստադիտողին հիշեցնենք, որ մենք զրուցում ենք այն պահին, երբ որ դեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի ինքնաթիռը վայրեջք չի կատարել Հայաստան, այնպես որ մենք ինչ որ խոսենք, դեռ հայտարարություններից դուրս է լինելու, այսինքն Հայաստանում արած կամ Բաքվում արած հայտարարություններից դուրս է լինելու, առիթ կունենանք դեռ զրուցելու։ Բայց ինչպես ասում են, ամենակարևոր բաները թերևս այս ընթացքում ասվել են տարբեր դերակատարների, տարբեր անձանց կողմից եւ մենք կարող ենք վերլուծել, հետագայում նաեւ համեմատել հայտարարությունների հետ։ Նախ պարոն Սուրենյանց, ես ուզում եմ սկսենք մեր զրույցը։ Օրեր առաջ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսի Անկարայում կայացած հանդիպումից այնտեղ նշվում է թե ինչ թեմաների մասին են խոսել, տրանսպորտային, լոգիստիկ, անվտանգային թեմաների մասին, բայց ամենակարևորը երկու կողմերն էլ ընդգծել են Թուրքիայի որպես տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարի նշանակությունը։ Այն որ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան բանակցություններ վարող Վիտքոֆը հայտարարել էր, որ Հայաստանի կամ Բաքվի մասին, Ադրբեջանի մասին, տարածաշրջանի մասին ինչ-որ բան, եթե ուզում է ճշտել, ճշտում է Թուրքիայի արտաքին հետախուզությունից եւ ինչպես նաեւ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի միջոցով, դա պարզ էր, բայց այսպես բաց ասել, որ վերջ Թուրքիան տարածաշրջանի կենտրոնական աշխարհաքաղաքական դերակատարն է, այսպիսի բան չէր եղել։ Գիտեք, մեր որոշ հայրենակիցներ այսպիսի շատ պարզ տեքստեր չեն ուզում հասկանալ կամ միտումնավոր հասարակությանը վարդագույն երազներով են կերակրում, իսկ իրականում ամեն ինչ շատ հստակ է, ռուս-ուկրաինական պատերազմը եւ անվտանգային վակումը կամ Ռուսաստանի ազդեցության շեշտակի թուլացումը տարածաշրջանում բերել է հենց Թուրքիայի ազդեցության շեշտակի աճին եւ ակնհայտորեն այն ռևերսը, որ իրականացնում է Հայաստանի քաղաքականությունը, իշխանությունը արտաքին քաղաքական, ընդհանրապես փոխելու է ռուսական ազդեցությունը թուրքական ազդեցությամբ։ Հական Ֆիդանի պարագայում սա նորություն չի, ինքը շատ հետևողականորեն այս տեսլականը ներկայացնում է, բնականաբար արևմուտքից որևէ հակազդեցության չի հանդիպում։ Նա հունվարի 8-ին մի ծրագրային հարցազրույց էր տվել ամանորից հետո, որտեղ խոսել էր այն մասին, որ Թուրքիայի իշխանության եւ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը մերձավոր արևելյան եւ հարավկովկասյան հարցերում 100%-ով համընկնում է։ Նույնական են, այո։ Նկարագրել էր անվտանգային մի ճարտարապետություն, որտեղ Թուրքիան հանդես էր գալիս Միացյալ Նահանգների շահերի օպերատորի դերում, որտեղ Ադրբեջանը հանդես էր գալիս որպես կարևոր սուբյեկտ գործընկեր Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի, եւ Հայաստանի վերագրված էր օբյեկտի կարգավիճակ կամ գործարքները սպասարկողի կարգավիճակ։ Հիմա մենք կարող ենք սուրեր ճոճել այս հայտարարությունների դեմ, կարող ենք ընվզել, կարող ենք մեր պատրանքները որպես իրականություն մատուցել, սակայն դրանից իրերի վիճակը չի փոխվում։ Իրականությունն այն է, որ ձևավորում է մի համակարգ, որտեղ Թուրքիան առանցքային դեր է կատարելու, Միացյալ Նահանգներ Ադրբեջան հարաբերությունները սուբյեկտ հարաբերություններ են, իսկ Հայաստանը ըստ էության օբյեկտի կարգավիճակ է կատարում։ Բացեք թրիփի կառուցվածքային ձեռնարկության, որտեղ ստեղծվի, ուսումնասիրեք այդ գործառնական մոդելը, որ ներդնելու են, հա, սաման օֆիս, բրեք օֆիս, այդ Back office, back office, front office, back office եւ ամեն ինչ ակնհայտ է դառնում։ Իսկն բոլորը իրենց աշխարհաքաղաքական շահերի սպասարկումը գտնում են բացի Հայաստանից, որը ըստ էության դարձել է սպասարկող մի ամբողջ նոր ճարտարապետության, ըստ էության դառնում է պրոքսի պատերազմի գործիք։ Այն մարդիկ, որոնք կաշկանդված չեն պետական կարգավիճակով, վերլուծական դաշտում են,
չնայած շատ սերտ կապեր պահպանելով պետդեպարտամենտի մասին, այս մասին շատ ուղղակի են ասում։ Օրինակ Պոլ Գոբլի վերջին հարցազրույցը, որի հիմնական թեզերը ես երեք իմ Facebook-յան էջում տեղադրեցի, այդ հարցազրույցը, չգիտեմ ինչի ես թիրախավորվեցի։ Բայց դուք ինչու Գոբլն է իր բերանով հարցազրույցը տվել։ Եվ ընդ որում ես հենց նոր ընթերցեցի, որ ձեր կայքում շատ ավելի խիստ բաներ է ասել։ Շատ ավելի, այո։ 23 թվականին, Դժբախտություն այս տարիների ընթացքում ամերիկացի հայտնի վերլուծաբան Գոբլը ասել իրականություն են դարձել։ Եվ դուք ճիշտ եք, թեև մենք տեսա նկարահանվում ենք այն պահին, երբ Վենսի ինքնաթիռը դերևս վայրեջք չի կատարել Երևան, բայց հազիվ թե առաջիկա ժամերին ստրատեգիական այս համատեքստը փոխվի։ Երբ որ Թրամփը ազդարարում էր Վենսի Բաքու եւ Երևան այցի մասին, նույնիսկ այդ շատ կարճ գրառման մեջ Թրամփը ըստ էության ազդարարում էր, որ հիմնական անելիքը Վենսի Բաքվում է, որտեղ նա ստրատեգիական գործընկերության զրույց պիտի տանի պաշտպանական արտադրանքի վաճառքի մասին։ Զենքի զինատեսակների, այո։ Կարևոր չի, որ սիմվոլիկ զինատեսակով է սկսվում։ Բոլոր համագործակցություններն էլ սկզբում սիմվոլիկ կամ փոքր մասշտաբի, փոքր ծավալի սպառազինությամբ են սկսում կամ պաշտպանական արտադրանքով, հետո ընդլայնվում են։ Կարևորն այն է, որ 907 ուղում ըստ էության վերանում է։ Վերջերս էլ ամիսներ առաջ էլի բանակցություններ էին վարում այդ ուղղությամբ, որ վերջնականապես կասեցնեն 907 բանաձևի։ Այո, 907 Իսկ Երևանում քննարկվելու է օրինակ այդ խաղաղ միջուկային ծրագիրը մոդուլային ատոմակայանների, որը ես այդ ոլորտի մասնագետ չեմ, բայց շատ ու շատ լսել եմ Հրանտ Բագրատյանի փաստարկները, 3-4 օր Արամ Մանուկյանն էր շատ հետաքրքիր փաստարկներ բերել, դա եմ լսել եւ ըստ էության չփորձարկված մի բան են կիրառելու Հայաստանում։ Հա, որովհետև Միացյալ Նահանգները չունի փորձարկած, Չինաստանը ունի, բայց Միացյալ Նահանգները չի փորձարկել։ Եվ ըստ էության Հայաստանում քննարկվելիք հարցերը տարածաշրջանի անվտանգային միջավայրի վրա որևէ ազդեցություն չեն ունենալու։ Խնդիրը սրա մեջ է։ Հիմա մենք ելի եմ կրկնում, ես զարմանում եմ մեր որոշ այսպես կոչված փորձագիտական շրջանակների հրճվանքը եւ չնայած հիշում եմ, որ Փելոսին պիտի այցելել էր Հայաստան, ելի էս նույն հորթային հրճվանքն էր, ելի էս նույն բանն էր, այս սպասումները ու սա այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները որևէ խոստում անվտանգային երաշխիքներ ստանձնելու իմաստով Հայաստանին չեն տվել։ Չեն էլ տալու։ Զուգահեռի համար ասենք, հա, տեսեք Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ բանակցային թրեքում ինչքան շատ է խոսվում անվտանգային երաշխիքների մասին, չէ՞։ Ուկրաինան հետևողականորեն փորձում է ինչ-որ երաշխիքներ փոկել։ Թողենք դրանք որ մասով կիրականություն կդառնան, որ մասով կմնան թղթի վրա, բայց նրանց հետ գոնե նման кейս, նման օրակարգ քննարկում են։ Մեր հետ բացարձակապես նման հարց չեն քննարկում, բացարձակապես։ Ու այստեղ եթե ինչ-որ մեկը կարող է հակափաստարկ բերել, որ մենք ընդհանրապես պատրոնաժն ենք փոխում ռուսականի փոխարեն ադրբեջանականով կամ թուրքականով, այդ մարդը կամ ընթացիկ իրադարձությունները չի հասկանում, եթե որևէ մեկը փորձի հակադրվել։ Կամ էլ նենգորեն խեղաթյուրում է փաստերը։ Դեպ շատ հետաքրքիր է, այսօր գրառում էր կատարել Էդգարը Ղազարյան Facebook-ում եւ հիշեցրել էր 2005 թվականի մայիսին Վրաստան այցելեց Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշը։ Այդ այցից 3 տարի հետո 2008 թվականի օգոստոսին սկսվեց ռուս-վրացական պատերազմը, որի հետևանքով Վրաստանը կորցրեց իր տարածք համարվող Աբխազիան եւ հարավային Օսեթիան։ Իսկ Սաակաշվիլին այսօր գտնվում է բանտում, հա, Բուշը որտեղ է, Բուշը թոշակի է։ Հիմա Աստված մի արասցե մենք այս վիճակում հասնենք։ Իդեպ դուք նամակ չեք գրել Վենսին, ով պատահի, հիմա բոլորը նամակ են գրում Վենսին։ Ես ընդհանրապես Վենսը գալու է նստի այդ սենյակում հյուրանոցի, երևի նամակներ չունեմ ոչ ռուսական ցարին, ոչ ամերիկյան առաջնորդներին նամակ գրելու, որովհետև ի բարեբախտությունից պետական ինքնագիտակցությունը մոտ շատ խոր արմատներ ունի եւ ես չեմ կարծում, որ որևէ օտար մարդ
օտար առաջնորդ մեր խնդիրները լուծելու է։ Իհարկե Վենսի այցի հետ կապված մի խնդիր կա, որ թաքնված ակնկալիք ունենք։ Աշխարհակաղակական մեծ հարցով ակնկալիքներ ունենալ չենք կարող, որովհետև մենք դարձել ենք թուրք ադրբեջանա-ամերիկյան համաձայնությունների բուտաֆորիա։ Դա օգոստոսի 8-ից տենց ամրապնդվելով գնում է, այո, ռազմագերիների, բայց այստեղ էլ խնդիր ունենք, շատ լուրջ։ Ուրեմն տեսեք, Նիկոլ Փաշինյանը շարունակ բոլոր միջազգային այցերի ժամանակ վերջին անգամ Աբու Դաբիում այդ Զայեդ մրցանակը ստանալուց էլի 3 անգամ հայտարարեց, որ հակամարտության էջը փակված է։ Նման պարագաներում ենթադրել, որ Միացյալ Նահանգները միակողմանի ճնշում է գործադրելու Ադրբեջանի վրա, որպեսզի հումանիստական նպատակներով ռազմագերիների հարց լուծի, միամտություն կլինի։ Բայց Ալիևը ինչու պիտի տա, նա ասելու է, խնդրեմ, դատանի վճիռը կա, նրանք հանցագործեն, դատել են։ Եթե նույնիսկ Վենսը Բաքվում բարձրացնի, այն էլ ոչ ռազմաքաղաքական ղեկավարների, ավելի պակաս հնչեղություն ունեցող անունների ազատ արձակման հարց եւ դա բավարարվի, դա լինելու է գործարքային պայմանավորվածություն։ Այսինքն ոչ թե ճնշում է լինելու Բաքվի վրա, այլ Բաքուն դիցուք համաձայնվելու է 4 ռազմագերու արձակմանը, Վենսը հակելու է հայկական կողմին, դրա դիմաց ինչ-որ զիջում անել։ Իսկ գործարքային է լինելու, որտեղ դու վարել ես անատամ քաղաքականություն, դու հակամարտությունը համարել ես փակված հակամարտության պայմաններում, ինչու պիտի միջազգային միջնորդություն ակնկալես կամ միջազգային ճնշում Բաքվի վրա։ Սա շատ ակնհայտ վիճակ է։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանի զուգահեռին, ես չգիտեմ Ռուսաստանի տակտիկական նահանջը պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ինչքան է տևելու։ 1 տարի, 2 տարի, 3 տարի, դա դժվար է կանխատեսել է եւ դա գլուխ կոտրուկ է, որ մեր քաղաքական դաշտին տանջում է։ Համենայն դեպս այս պահին Ռուսաստանը ամեն ինչ անում է հնարավոր երկրորդ ճակատից խուսափելու համար, նաեւ դրա պատճառով է Թուրքիայի հետ շատ այսպես ասենք կանխատեսելի դրա պոզիտիվ հարաբերությունների դաշտում, որովհետեւ այստեղ Ռուսաստանից նույնիսկ մենք նեղանալու պատճառ չունենք։ Յուրաքանչյուրը իր աշխարհակաղակական շահերից ելնելով որոշակի քաղաքականություն է վարում։ Բայց որ պրոքսի պատերազմի գործիք դարձնելը Հայաստանի երկարաժամկետ ու միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի վրա շատ թանկ է նստելու։ Այդ միանշանակ է։ Ես չգիտեմ դա 3 տարի հետո է լինելու, 5 տարի հետո։ Տեսեք, մի անգամ ստրատեգիական ռևերսը Նիկոլ Փաշինյանի հանգեցրել է Արցախի կործանմանը, բոլորիս աչքի առաջ է եղել։ Դա հենց այդ արկածախնդրության հետևանք էր։ Ես ձեր տաղավարում քանիցս զգուշացրել եմ, որ նոյեմբերի 9-ի համատեքստից դուրս գալը Հայաստանի համար ունենալու է կործանարար հետևանքներ։ Արցախով հատուցեցինք այդ արկածախնդրությունը։ Հիմա երկրորդ արկածախնդրության համար կոնին դրված է Հայաստանն ու նրա ճակատագիրը։ Եվ ուզում եմ մեր հեռուստադիտողին մի բան էլ հիշեցնել։ Մենք այնպիսի կարևոր դաշնակից չենք Միացյալ Նահանգների համար, ինչպիսիք էին օրինակ Սիրիայի քրդերը։ Բացառիկ դաշնակից էին նրանք, որոնց օգտագործեցին իրենց խնդիրները եւ հիմա մատաղ արեցին այդ ահաբեկչական ռեժիմին Սիրիայի, որտեղ փոխվել են աշխարհակաղակական առաջնահերթությունները կամ չափազանց մեծացել է Մերձավոր Արևելքում եւ Հարավային Կովկասում Թուրքիայի կշիռը եւ հանուն ընդհանուր աշխարհակաղակական համատեքստի Անկարային անդադ զիջումներ է անում Վաշինգտոնը։ Իսկ ո՞րն է երաշխիքը, որ մեր հարցում այդ զիջումները չպիտի արվի։ Պարոն Սուրենյանց, շատ այսպես տարբեր թեմաներով խոսեցիք, հիմա առանձին, որոշ հարցերի վրա կենտրոնանանք։ Իհարկե միշտ են գերտերությունները ազգային փոքրամասնություններով խաղացել, որպես գործիք օգտագործել եւ դեն նետել կամ զոհաբերել։ Աստված մի արասցե մենք էստեղ դառնանք հանկարծ մի օր փոքրամասնություն հայերս, այս վախը կա, այս չար սցենարը, ինչ ասեմ, սև սցենարը, որը մտքներովս նույնիսկ անցնում է ահասարսուր սցենարը։
Բայց հիմա մի քանի հարց։ Փաստորեն արձանագրենք Հայաստանի այս իշխանությունները, երբ որ ասում են գնում ենք դեպի արևմուտք, գնում ենք դեպի Եվրոպա, իրականում հաստատվեց, որ իրենք ոչ միտեղ էլ չեն գնում։ Իրենք Թուրքիայի տակ, այսպես ասած, պրոտեկցիայի տակ են մտնում։ Ճիշտ է։ Եթե նույնիսկ սկզբնական նպատակը դիլետանտիզմի պատճառով Նիկոլ Փաշինյանի դա է եղել, աշխարհում որևէ մեկը մեղավոր չի, որ Նիկոլ Փաշինյանը քարտեզին նայելու ունակություն չունի։ Ու տարվել է քաղաքական երազախապությամբ։ Շատ մեղմ բառ եմ ասում։ Որտեվ այս ռեգիոնը հարյուրամյակներ շարունակ գտնվել է եւ գտնվելու է թուրքական, ռուսական, իրանական շահերի խաչմերուկում։ Ուղղակի դու չէիր կարող գնալ դեպի Եվրամիություն կամ Եվրոատլանտյան ինտեգրացիա։ Նույնիսկ հիմա Ուկրաինան այդ աղերսում է այսքան կորուստներից հետո Ուկրաինային ասում են մերձը ասեց, տեսակ Գերմանիան կանցլերը ասեց, ոչ, դուք հույս չունենաք։ Մեր հերոստատիտողին կողնորոշող մի պատկեր եմ խորհուրդ տալի ձեր հարցերի պատասխան դիտել։ Դա մարդու անհատական ստորակարշության դրսևորում չի, մեր պետական մտքի դեգրադացիա եւ ստորակարշության դրսևորում, հա։ Երբ որ Դավոսում Վագն Խաչատուրյանը բարի իսկական իմաստով գցնում էր Իլհամ Ալիևին, ձեզ դա ինչ-որ բան չի հիշեցնում։ Եվ շնորհակալություն հայտնի։ Հիշեցնում է, կարծում եմ, ավելի ավագ սերնդի ներկայացուցիչներին հիշեցնում է, դա շատ նման էր նրան, որ եղբայրական համերաշխության կարգախոսներով նախկին սովետական հանրապետությունների առաջին քարտուղարները գցնում էին գենսեկին սովետական միության, հա, եւ այսինքն այս մի պատկերը ցույց է տալիս, որ մենք ռուսական ազդեցությունը կամ ռուսական պրոտեկտորատը փոխարինում ենք ադրբեջանական ազդեցությամբ։ Գենսեկի դերում այլևս հանդես է գալիս Իլհամ Ալիևը։ Այդ ձեր հարցի պատասխանը շատ հստակ է, այո, մենք նույնիսկ ոչ թե Թուրքիայի ազդեցության ներքո ենք հայտնվել։ Կարծում եմ Էրդողանի օրակարգը այնքան գլոբալ ու հագեցած է, որ հայկական հարցի համար նույնիսկ տեղել չկա։ Այսինքն ինքը քո համար սահմանել է այն նշաձողը, որը կորոշեն Բաքվում։ Այն որ մենք ասում ենք ադրբեջանական ենթապետության վերածվելու վտանգ կա, դա չի նշանակում մենք ասում ենք անպայման մեր դրոշը պիտի չեղարկվի, Հայաստանի Հանրապետություն չպիտի կոչվի երկիրը եւ այլն եւ այլն։ Օրինակ հիմա Սիրիան էլ արտակուստ իր ինքնիշխանությունը պահպանել է, չէ՞։ Նախագահ ունի, իբրև թե զինված ուժեր ունի, երևի դատական եւ այլ համակարգեր ունի։ Բայց մենք գիտենք, չէ՞, որ դա վերածվել է Թուրքիայի պրոքսի պետության։ Նույն ճանապարհին Հայաստանն է։ Այո, մենք Եվրամիության անդամ դառնալու որևէ շանս ու հեռանկար չունենք եւ երկրորդը առավել եւս երբ որ Թուրքիան այսքան տարի սպասում է որպեսզի անդամակցի եւ իրեն մերժում են, այո, նույն բանն է ասում։ Թուրքիան պիտի թողնի որ Հայաստանը Թուրքիան բանալին էլի պիտի Թուրքիայի հետ դառնաս, եթե դառնաս էլ էլի Թուրքիայի նշանակելու են որպես ավակ։ Դե այդ ուղղությամբ Նիկոլ Փաշինյանը աշխատում է, չէ՞։ Եվ մյուս բանը ասեմ։ Էրդողանին ինչու, Թուրքիային ինչու չէին թողնում մտնի Եվրամիություն։ Նաև ցեղասպանության հետ կապված, ճիշտ է, որ ցեղասպանություն գործած, այո, պետություն է, մարդու իրավունքներ եւ այլն։ Դա այդպես է, ինչ է։ Եվրոպացիները մեկ պատճառաբանում թե ինչու Թուրքիան չի մտնում։ Փաշինյանը ինչ է ասում, ասում է դեռ պետքա տեսնենք ցեղասպանությունը եղել է թե չէ։ Անդրանիկ Քոչարյանը ասում է պետք է հաշվենք, տեսնենք իսկապես 1.5 միլիոնը մահացել թե թուրքական պատմագիտության թեզերը։ Ու մեկ էլ մի բան։ Այսինքն ինքը մաքրում է, ոնց որ Ալիևին է մաքրում, նույնը Էրդողանին, որպեսզի հեշտ լինի նրա մուտքը Եվրոպական միություն։ Մենք ինչ գիտենք 2 տարի հետո ինչա լինելու Եվրամիության հետ։ Եվրոպացիք նույնիսկ չգիտեն։ Ես խորապես վստահ եմ, որ մի քանի տարի հետո Եվրամիությունը այս տեսքով եւ այս ազդեցությամբ գոյություն չի ունենալու։ Պարոն Սուրենյանց, հաջորդ հարցը, TRIP կոչվածի, ես առաջարկում եմ մենք ավելի ճիշտ կլինի, մենք գոնե անընդհատ դրա մասին Սյունիք ասենք, հա, որովհետև ինձ համար շատ տարօրինակ էր, որ նույնիսկ Ռուսաստանի արտգործնախարարությունը անընդհատ TRIP է ասում, եւ
արդեն որի-երորդ անգամ, երբ որ Մարկո Ռուբիոն եւ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնից հայտարարեցին, հրապարակեցին այդ տեքստը, ելույթներ ունեցան, դրան նույնիսկ հաջորդ օրերին դարձյալ Ռուսաստանից կարծեմ դարձյալ արտգործնախարարությունն էր ցանկություն հայտնեց, որպեսզի մասնակցություն ունենա թրիփում, այդպես էլ իրենք ասում են թրիփում։ Այնուհետև ես լսում եմ նորից արտգործնախարարությունից են ասում, Հայաստանում Ռուսաստանի դեսպանն է ասում, ինձ մոտ հարց է ծագում։ Այդ երբվանից ձեզ համար մեր Սյունիքը դարձավ թրիփ, բայց ձեր նոյեմբերի 9-ի եռակողմից ինչ կա, եթե դա աներ օրինակ որևէ այլ երկիր, ես չէի զարմանա։ Բայց կներեք, Ռուսաստանին հարց եմ տալիս, այդ նոյեմբերի 9-ը ինչ եղավ, ձեր նախագահն էլ ոնց որ ստորագրել էր դրա տակ։ Չի չեղարկվի։ Հա, կներեք, էլի, երբ որ դուք դրան ասում եք թրիփ, ու դուք ուզում եք այդ թրիփում մասնակցություն ունենալ, այն էլ Արարատ Միրզոյանով, Ալեն Սիմոնյանով, չգիտեմ բանով, ասում են, այս մեր երկուսի միջև է, դուք այդտեղ կապ չունեք, չէ՞, այդպես են ասում։ Ալեն Սիմոնյանը ավելի կոպիտ բան է ասել։ Եթե ռուսները մասնակցեն, դա կնշանակի թրիփը չի աշխատել։ Հիմա կներեք, էլի հերիք չի, որ ասենք մի գերտերություն էլ դուք եք, հերիք չի անընդհատ այդ մասնակցությունն եք ասում ու ձեզ մերժում են, բայց մի հատ հարց, նոյեմբերի 9-ից ինչ կա, Պուտինի ստորագրությունը տակը դրած է։ Գիտեք, նոյեմբերի 9-ը փաստացի չի գործում, եկեք հիմա մենք մեզ չխաբենք։ Դե թող ասեն հետ վերցնեն կամ հայտարարեն որ բան է։ Չէ, հետ վերցնելն էլ Ռուսաստանի նման է, էլի չեն ասում որ մեռելա, որ տրամադրություններից չընկնի։ Ռուսաստանը ինքը չի չեղարկի, մյուսներն էլ ստորագրությունները հետ չեն քաշելու, որովհետև ցանկացած հետ քաշող կարող է ապակառուցողական երկրի բան իմիջ ունենալ։ Հիմա տեսեք, այստեղ խնդիրը որն է։ Ռուսաստանի դիրքորոշումը ամեն դեպքում երկիմաստ է։ Նրանք մի կողմից թրիփից են խոսում հենց այդ տերմինով, մասնակցության հնարավորության մասին, բայց մյուս կողմից շատ հստակ ասում են, որ առանց մեր մասնակցության այդ չի կարող աշխատել, վկայակոչում են ԵԱՏՄ-ի մաքսային ռեժիմը եւ խոսում են իրենց սահմանապահ զորքերի առկայության մասին։ Իմ խորին համոզմամբ երկու բան պետք է նկատի ունենանք։ Ռուսները շատ համոզված չեն, որ այդ թրիփը կենսագործվելու է։ Այդ ինչից են վստահ այդպես։ Նույն պատճառով, ինչպես նոյեմբերի 9-ը կյանքի չկոչվեց, որտեղ աշխարհաքաղաքական այլ կենտրոններ խանգարեցին, համարելով դա ռուսական շահերի առաջմղում, նրանք թերևս տեսականորեն չեն բացառում, որ այս կոնֆլիկտայնությունն ու աշխարհաքաղաքական բախման ռիսկը կարող է բերել նրան, որ թրիփն էլ արժանանա նոյեմբերի 9-ի ճակատագրին։ Սա մեկ, երկրորդը իմ տպավորությամբ այդ մենք էլ ենք ուզում մասնակցենք թրիփին, կոչ ասեմ, թե մեսիջ ասեմ, հասցեագրված չի ոչ Բաքվին, ոչ Երևանին, Վաշինգտոնին։ Ես չեմ բացառում այնուամենայնիվ, որ գլոբալ համաձայնությունների համատեքստում Մոսկվան ու Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ Սյունիքի ճանապարհի շահագործման պարամետրերի շուրջ։ Նման բան տեսականորեն եկեք չբացառենք, որովհետև ռուսները շատ լավ հասկացել են, որ Հայաստանը խոսալու բան չկա, այսինքն այդ Իրանում էլ են հասկացել, Ռուսաստանում էլ, տեսեք, օրինակ Իրանի նախագահը բոլորի զանգում է կամ արտգործնախարարը հարևան երկրների, բացի Հայաստանից։ Դեվ այդ վարչաբենդի մակարդակի մեկին զանգելը այս պայթունավտանգ իրավիճակում էլի ժամանակի անիմաստ վատնում է նշանակելու։ Եվ ես տեսականորեն չեմ բացառում, որ ռուսական մարտավարությունը կառուցվում է դրա վրա։ Սա երկու։ Բայց չբացառենք նաև, որ Ռուսաստանից ուղղակի հերթապահ հայտարարություններ ենք լսում, որտեղ նոր իրավիճակում ռեգիոնալ քաղաքականության ուրվագծված ռեգիոնալ քաղաքականություն առայժմ իրենք չունեն եւ խաղում են ժամանակի վրա, մինչև ուկրաինական պատերազմը կավարտվի։ Ամենայն դեպս ինչն էլ որ լինի ճշմարտությունը, Հայաստանի աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու հեռանկարը դրանից չի փոքրանում հնարավորությունը, որովհետև այնուամենայնիվ ռուսները հասկացնում են, որ առանց իրենց մասնակցության թրիփը կյանքի կոչվել չի կարող։ Հաջորդ հարցը, տեսեք, ներկայացուցիչներ են չէ լինելու, հիմա ասեք պահնորդական ծառայություն են վարձելու արևմուտքից, օպերատորներ, հա,
որոնք Միացյալ Նահանգներից են լինելու այդ պահնորդական Կամ մի հատ ծառայության երրորդ ներկայացուցիչները, որ անվտանգության ապահովման հարցերով են զբաղվելու, իսկ արևմուտքում դա Միացյալ Նահանգներում մասնավորապես դրանք Պենտագոնի ենթակայության տակ գործող նույնիսկ մասնավոր ընկերություններ են։ Առանց Պենտագոնի հնարավոր չէ բացել նման ընկերություն, դրա մասին խոսել են նաև ամերիկացիներ, ամերիկահայեր, որոնք Ամերիկայի նախկին նախագահների խորհրդական են եղել, այս տաղավարում խոսել են դրա մասին։ Հիմա հարցս հետևյալն է. որտեղ են գալու կանգնեն երկաթգծի հատվածով, որտեղ են գալու կանգնեն։ Բա ռուս սահմանապահներն ինչ են անելու։ Բայց այդ եմ ասում։ Ինչ են անելու։ Ոչ են գալու ամերիկացիներն ու բաները։ Չես կարող դու ունենալ ԵԱՏՄ անդամ երկրի կարգավիճակ, չես կարող քո սահմանին մի քանի կիլոմետր հեռավորությամբ ունենաս ռուսական զորքեր եւ տեղակայես այլ երկրի, տվյալ դեպքում Ռուսաստանի հետ ճշտամական հարաբերություն ունեցող երկրի ուժեր, այսպես ասենք, հենց դա աշխարհաքաղաքական բախման ռիսկն է կամ Հայաստանի սիրականացման ռիսկը։ Դրա համար եմ ես ասում, այս թրիփը աշխարհաքաղաքական ցնցում է առաջացնելու, որովհետև եթե ինքը կենսագործվի, սա բերելու է նրան, որ Հայաստանը ստիպված ընտրություն է կատարելու, ԵԱՏՄ անդամ լինել չլինելու, ռուսական բազաները երկրից հանել չանելու միջև։ Դրա համար են ռուսները վերջին երկու շաբաթվա ընթացքում Օվերչուկի, ԱԳՆ-ի մակարդակով անդադ հիշեցնում, որ անհամատեղելի է ԵԱՏՄ անդամության հետ այն քաղաքական կուրսը, որ իրականացնում է Հայաստանը։ Իրականում դրա համար ասում եմ, ռուսական դիրքորոշումները այնքան էլ կառուցողական չեն թրիփի հանդեպ, ինչպես արտաքուստ թվում են։ Իրանց խորքում կան հարցադրումներ։ Չի լինելու նման համատեղում։ Կամ աշխարհաքաղաքական շահերի բախումը տեղի ունենալու, կամ գերտերությունները ինչ-որ կոնսենսուսի են գալու։ Իսկ հնարավոր է, որ արդեն Ալյասկայում հանդիպման ժամանակ քննարկած լինեն եւ պայմանավորված, այսպես ասած, առևտուրը գործանքը կայացած լինի։ Հիմա ենթադրենք Ուկրաինայում Ռուսաստանը առաջ խաղացում ունենա, Հարավային Կովկասում այս հատվածում, Սյունիքում Ռուսաստանը ինչ-որ բան զիջում է ամեն դեպքում, որովհետև հետ սովետական տարածքը այնուամենայնիվ իր կենսական շահերի տարածքն է, ճիշտ է։ Ես հաճախ չեմ հասկանում Ռուսաստանում որտեղ են հաշվարկներ անում, մեկ-մեկ մեզ թվում է մենք իրենց ավելի ենք հուշում, որ գիտեք ինչ Հարավային Կովկասը, Արցախը կորցրեցինք, դուք Ուկրաինայով պայմանավորված ամեն ինչ հեռուստադիտողին այնուամենայնիվ մի բան հիշեցնում։ Հյուսիսային Կովկասն է կորցնելու նորություն չի։ 20-րդ դարում երկու անգամ Ռուսաստանը նման տակտիկական նահանջ ունեցել է։ 1917-18 թվեր, հետո ուրեմն 1991 թվին, երբ որ Խորհրդային միությունը փլուզվեց, հետո էլի իրանք վերադարձել են, որտեղ իրանք Կովկասյան պետություն են, ոչ թե Կովկասում են, այլ Կովկասյան պետություն են, եւ չեն կարող ռեգիոնից հեռանալ միայն այն պատճառով թեկուզ եւ որ դրանով կորցնելու են եւ Կենտրոնական Ասիան եւ Հյուսիսային Կովկասը, բայց այդ տակտիկական նահանջը էլի կրկնեմ, մենք չգիտենք ինչքան կտևի եւ չգիտենք Ռուսաստանի վերադարձի պահին ֆիզիկապես ինչպիսի աշխարհագրական պարամետրեր մնացած կլինի Հայաստանից։ Ամեն անգամ ճակատագիրը մեզ ճակատագիրը բարի չի լինելու մեր հանդեպ։ Օրինակ առաջին հանրապետության կորստից հետո ճակատագիրը մեզ ինչ-որտեղ ժպտաց, որտեղ Ալեքսանդրապոլի պայմանագրի այդ տխուր համատեքստում մենք ստացանք բավականին մեծ աշխարհագրական տարածքով Ալեքսանդրապոլի հետ համեմատած սուբյեկտություն, չէ՞, խորհրդային Հայաստանի տեսքով, բայց այս անգամ կարող է ընդհակառակը լինի։ Այսինքն ռուսները լուծեն իրենց ոտատեղի ամրապնդման խնդիրը եւ իրենց վերադարձը մի հատ X փուլի հետ համընկնի, որտեղ արդեն մեր որոշ կորուստներ անդառնալի կլինեն։ Դե ասում են Ադրբեջանից կամ Թուրքիայից մենք անընդհատ այս տարիների ընթացքում լսում ենք, որ ձեզ Բաթումի պայմանագրով սահմանված տարածքի չափնել է, այդ 10,000 քառակուսի։ Դե դրա համար ասում եմ, Ռուսաստանը վերադառնալու է, մենք Ռուսաստանի դարդը պիտի չլացենք։
Դարձը չեմ լացում, ես դրա հարցը Չէ, ձեր մասին չեմ ասում։ նկատի ունեմ շատ հաճախ ես չգիտեմ ինչով են առաջնորդվում։ Դե հիմա օբյեկտիվորեն հիմա օրինակ ասենք նույն զատուլիններն իրենց գլխին են տալիս, որ այ Արցախը չպետք է թույլ տային կորցնեն։ Դե բայց անկեղծ ասենք, որ զատուլինը ռուսական իսիբլիշմենտում ամենաազդեցիկ գործիչի չէ այս պահին։ Այս պահին, ճիշտ ասեցիք, այս պահին։ Ակնհայտորեն, այո։ որովհետև այնտեղ դոմինանտ են էլիտաները, որոնք սուպեր առաջնահերթություն են համարում ուկրաինական պատերազմը եւ մյուս ուղություններում առնվազն ստատուս քվոյի այսօրվա պահպանմանը դեմ չեն կամ նույնիսկ որոշակի զիջումներ անելուն դեմ չեն։ Հա, բայց Զատուլինը նաև արտահայտում է այն տրամադրությունները, այն խոսույթը, որը կա գոնե քաղաքական կուլիսներում, կարող ենք ասել, բնականաբար։ Էլիտայի մի մասը անթակույց դժգոհություն է։ Հայտնի Գոբլի պլանի հեղինակ Փոլ Գոբլը, ամերիկացի վերլուծաբան, այս վերջին հարցազրույցում բառացիորեն ասում է, իհարկե նա անընդհատ չի թաքցնում նաև Ալիևի նկատմամբ իր համակրանքը, նրա գործողությունների քայլերի նկատմամբ իր համակրանքը եւ չի բացառում, որ մինչեւ այս ամառ համաձայնագիր ստորագրվի Հայաստանից Ռուսաստանի ռազմաբազան դուրս բերելու մասին։ Դուք եւս չեք համարում, եթե այս տեմպերով գնանք, կարող է ռազմաբազան էլ դուրս գա։ Եթե գլոբալ համաձայնություններ Ռուսաստան-Ամերիկա տեղի չունենան, եթե այս տուրբուլենտությունը պահպանվի եւ պլյուս դրան ստրատեգիական կուրսի փոփոխությունը, որը Հայաստանի իշխանության պաշտոնական կիսն է, չվերանայվի, մենք կանգնելու ենք նման ցնցումների առաջ։ Ավելին ասեմ, ես չեմ բացառում նույնիսկ, որ եթե նախընտրական տրամաբանությունը Նիկոլ Փաշինյանի արշավի պոզիտիվ ընթացք չունենա իր համար, նույնիսկ այս ընտրարշավի պիկին Նիկոլ Փաշինյանը շահագործելով մեր հանրության հակառուսական տրամադրությունները հայտարարի ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու մասին։ Նման process նաև Ադրբեջանում է գնում, իհարկե բանից ԱՊՀ-ից, ԱՊՀ ֆորմատի մասին են խոսում, հա, ինքը ՀԱՊԿ-ում չկա, բայց ուզում եմ ասեմ, նույն տրամադրությունները այնտեղ կա։ Հա, բայց Ադրբեջանը հենց Պոլ Գոբլը ինչ է ասում։ Ասում արդեն Ադրբեջանը ազատագրված է ռուսական ազդեցությունից։ Ինքը դոնոր երկիր է, այսինքն ռեգիոնի կարևոր երկիր է։ Ինքը ունի Թուրքիա, ինքը ունի Իսրայել, այո, եւ հասկացնում է, որ Հայաստանի տիրություն անող հենց Ադրբեջանն է լինելու։ Այսինքն ինքը մեզ առաջարկում է Պոլ Գոբլը հենց վերջին հարցազրույցում։ Ասում է այդ հացահատիկ բանն էլ դրա համար է Ադրբեջանը թույլ տալի, մենք չենք ճնշել։ Շատ հումանիստ է Ալիևը, շատ։ Չէ, այո։ պատճառն էլ է բացատրում։ Ասում է, տեսեք Ադրբեջանը երկիր է, որը վերացրեց Նախիջևանի սահմանադրական կարգավորումները եւ հետեւաբար ռուսական նարատիվները եւ այդ համատեքստում է խոսում, որ Հայաստանին էլ ընդառաջ քայլեր է անում, քան ասել կուզի, որ Հայաստանը իր Հովանին առաջարկում Հայաստանին, Ադրբեջանը, Ռուսաստանի փոխարեն։ Նա նաև նշում է, որ Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանը աշխատում է ռազմաբազան հանելու ծրագրի շուրջ եւ ասում է Գյումրիի բազայի չափերի կրճատման եւ նույնիսկ ամբողջությամբ փակելու մասին նրանք հիմա բանակցություն են Հիմա վարում։ ինչ որ վարում է Նիկոլ Փաշինյանը, այդ տրամաբանությունը ունի։ Եվ նաև ասում է Փոլ Գոբլը, որ դա շատ մեծ հետքայլ կլինի Ռուսաստանի կողմից տարածաշրջանի իմաստով։ Այո։ Դա շատ մեծ հետքայլ Լավ, կլինի։ ռազմաբազան դուրս եկավ։ Ինչ ենք ունենում։ Հարցը այն չի, որ ռազմաբազան այսպես չտեսնված դերակատարում ունի կամ չգիտեմ, պետք է գերագնահատել սպասումները, հարցը դա չի, բայց տեղը ինչ է լինելու։ Հարգելի Տիկին Սեյանյան, մեր քաղաքական միտքը մի անտանելի մոլորություն ունի։ Մենք ռուսական անկատար ամտանգային համակարգը համեմատում ենք իդեալական մի համակարգի հետ, որը գոյություն չունի։ Եվ մեր ենթադրությունները դրա վրա են կառուցում։ Այսինքն ռուսական անվտանգության համակարգը անկատար է, բայց մենք իրավունք չունենք այն համեմատել մի հատ անվտանգային համակարգի հետ, որը բնության մեջ գոյություն չունի եւ ունենալ չի կարող, այլ ընդհակառակը այդ անկատար անվտանգային համակարգը պիտի համեմատենք դրա չգոյության հետ։ Ուրեմն ես ձեզ հավատացնում եմ, որ Հայաստանի անվտանգության ամենակարևոր բաղադրիչը
կամ ամենակարևոր բաղադրիչներից մեկը այսօր մնում է հենց ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում։ Դրա ընդհանրապես բացառումը բերելու է կատաստրոֆիկ հետևանքներ մեր պետականության համար։ Մենք հանձնվելու ենք թուրք-ադրբեջանական ակցիայի մեջ պետականությանը սպառնացող ուղակի վտանգներով։ Իսկ դու դադարելու ես ամենտանգային որևէ նույնիսկ մինիմալ երաշխիքներ ունենալուց եւ ամբողջովին տրվելու ես Էրդողանի կամ Ալիևի բարեհաճությանը։ Այս աքսիոմատիկ ճշմարտությունը ուղղակի ինքը իրար գործնականում ես կարող եմ ապացուցել, երբ որ այդ ողբերգության առաջ կանգնենք։ Հիմա շատ հեշտ տակ գլուխներից կհակաճառեն։ Տեսեք, երբ սկսվեց մեր ազգային այս ողբերգությունների շարքը։ Երբ է սկսվել։ 18-ից։ Չէ, հատկապես հետ պատերազմյան որ տարուց սկսվեց։ Դե ես 2022 թվից։ Ինչը նկատի ունեք։ Շատ ուղիղ նկատի ունեմ ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը բերեց նրան, որ ռուսական ազդեցությունը Կովկասում թուլացավ, եւ մենք ունեցանք կատաստրոֆիկ զիջումներ։ Արցախ այդ Տաուշի հատվածում պաշտպանական դիրքերի մեր փլուզումը եւ այլն եւ այլն։ Այսինքն սա նշանակում է, որ հենց տարածաշրջանում թուլացել է Ռուսաստանը, մենք կանգնել ենք ազգային ողբերգության շեմին։ Սրանից լավ ապացույց իմ ասածը հիմնավորելու։ Պատկերացրեք ինչ կլինի, եթե Գյումրիի ռազմաբազան ու այդ սահմանապահ ուժերներ չլինեն։ Հետո նաև հարց կբարձրացնի, չէ՞, օրինակ Էրդողանը կամ Ալիևը խաղաղություն են կնքում, էլ վտանգ չկա, խնդիր չկա, ազատ տնտեսական գոտի ենք ստեղծում Սյունիքում, խնդրեմ, բանակն ինչ է կանում։ Մոտավորապես ասում են։ Դե ասում են, մինչև հիմա ասել են, չէ՞, որ պետք է իմանանք ու զենք եք ձեռք բերում, կրճատել ենք։ Բանակը կրճատել են, գիտեմ, զինատեսակները դեռ պետք է ասում տեսնենք, Ալիևը ասում է, պետք է մեզ հաշվետու լինեք, թե ինչ եք ձեռք բերում, ում դեմ ակրակելու եք, թե չէ, այսինքն Նիկոլ Փաշինյանը հանգիստ է, որ Ադրբեջանի այս ահռելի զենքը, որը նա ձեռք է բերում տարբեր երկրներից ու ռազմական բյուջեն բազմապատկում է մեր դեմ չի կրակելու Ադրբեջանը, բայց ինքը բան անում, հա, Ալիևը պանջում է։ Հիմա արդեն հասել է բանին, ինչ է կանում բանակը։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը գնում է ավելի թույլ բանակ ունենալու կամ սիմվոլիկ բանակ ունենալու կոնցեպտին։ Ոստիկանությունը էլի կասի, ոստիկանական բան համակարգ թող լինի։ Այդ թույլ պետությունները ելնում են, որ զինված ուժերը որևէ դեր չեն կատարում։ Հիմա մենք մոտավորապես, օրինակ, չեմ ուզում որևէ պետության արժեզրկեմ, բայց օրինակ Լիբանանի բանակը այնքան թույլ ու անկարող է, որ ոչ միայն Իսրայելի հետ չի կարողանում դիմակայել, այլ օրինակ Հեզբոլլահի զինաթափման հարց էլ չի կարող լուծել։ Ուրեմն թույլ պետության թույլ բանակը։ Հիմա նույն բանը մեր մոտ է գնում, պատական չի, պաշտպանական ծախսերի կրճատումը, զորակոչային ժամկետի կրճատումը։ Սրանք որևէ մեկը պատահական քայլեր չեն։ Եվ զուգահեռաբար, այո, բայց եթե դու ընդունում ես ադրբեջանական ենթապետություն լինելու կարգավիճակը, դրանից բխող քո ազգային պետական բոլոր ինստիտուտները պետք է թույլատնես։ Կլինեն դա զինված ուժերը, կլինի դա համազգային այնպիսի ինստիտուտ, ինչպիսին եկեղեցին է, կլինի դա երրորդ հանրապետության հետ ասոցացող ինչ-որ իրավական փաստաթուղթ, ոնց որ սահմանադրությունն է, այս ամբողջը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ավելի պարզ ասենք, տեղի է ունենում ռուս-ուկրաինական պատերազմից մեզ հայտնի երկու տերմինների ամբողջական կիրառում Հայաստանի նկատմամբ՝ դենացիֆիկացիա եւ դեմիլիտարիզացիա։ Մենք հենց այս դաժան process-ով ենք անցնում։ Այսինքն այն ինչ որ Ռուսաստանը լիարժեքորեն չկարողացավ իրականացնել Ուկրաինայում, Ադրբեջանը ամբողջ ծավալով հիմա Հայաստանի նկատմամբ իրականացնում է։ Այդ մտահոգությանը ուներ նաև քաղաքագետ Վահեն Դավթյանը, նա գրել էր, երբ որ հայտարարեն Սյունիքում այդ թրիփի շրջանակում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին, հարց է դրվելու Սյունիքի առհասարակ ռազմականացման, միլիտարիզացիայի մասին։ Ընդ որում հետո ես նայեցի այն երկրներում, որոնք օրինակ Եգիպտոսում կամ բան եղել են, որ տնտեսական գոտի են հայտարարել, հա, այսպես նույն սխեմաներով,
Դարձյալ ապառազմականացվել է հիմնականում, որոշ երկրներ են, որ պահանջել են, որ ռազմական ներկայություն լինի, օրինակ ասենք Սինգապուրը կամ բան, որտեղ կարևորում էին իրենց բանակը, բայց ասենք երկրներ կային, որ հրաժարվել են ու ընդամենը ինչ որ ոստիկանական ծառայություն են, այն չգիտեմ, ինչ է կոչվում այդ գլգլիկները, որ քշում են մոտոցիկլետներով, բանով կպտտվեն, էլի ինչ են անում, ինչ է կոչվում։ Տեսեք, ես չգիտեմ Սյունիքին ինչ ճակատագիրք կսպասի, բայց որ այդ շատ ստրատեգիական կարևոր հատվածում Հայաստանի Հանրապետության թրիփով մենք մեր իրավազորության ինքնիշխանության զգալի մասը զիջում ենք, outsourcing, հա, ոնց որ իրանք են ասում, դա ակնհայտ փաստ է, որ սրանք շատ ավելի վատ կարգավորումներ են, քան նոյեմբերի 9-9-րդ կետում նկարագրված էր, սա էլ ակնհայտ փաստ, որ դու սրանով աշխարհաքաղաքական բախման ռիսկ ես բերում քո երկիր, սա էլ է փաստ։ Եվ ամենավատը այստեղ էն է, որ կարող ենք անդառնալիության կետի հասնել եւ հետո ցանկացած նոր իշխանություն հին ստատուս քվոն վերականգնելու կամ հին ստատուս քվոին վերադառնալու համար խնդիրներ ունենա։ Որովհետեւ տեսեք, նոր խոսում ենք, չէ՞, նոյեմբերի 9-ի նկատմամբ դեմարշը բերեց Արցախի կորստին, այս պարագայում էլ դեմարշալնելու Միացյալ Նահանգների դեմ դրանից բխող հետևանքներով։ Իդեպ նույն հայտնի ամերիկացի վերլուծաբան Պոլ Գոբլաշ ինքը բավական հաճախ է 168-ին հարցազրույցներ տալիս, 168 ժամը միշտ միջազգային էքսպերտային տեսակետներ է ներկայացնում, առաջարկում եմ փնտրել եւ շատ հետաքրքիր տեսակետներ կգտնեք։ Նույն Պոլ Գոբլը, պարոն Սուրենյանց հեռուստադիտողին ներկայացնեմ, 23 թվականի նոյեմբերին շատ ուղիղ ասել է, որ Բաքուն չի նահանջի Զանգեզուրի միջանցքի գաղափարից եւ որ Զանգեզուրը պետք է լինի Ադրբեջանի մաս։ Մեջբերեմ նրա խոսքը մի կտոր, հա, ուղղակի մեջբերեմ, բավական հետաքրքիր է։ Գոբլի կարծիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող երթուղի ձևավորելու վերաբերյալ Ադրբեջանի եւ Իրանի միջև պայմանավորվածություն ձեռք բերելու մասին հայտարարությունները յուրօրինակ տակտիկա է, որի նպատակը Հայաստանի հանդեպ ճնշում գործադրելն է հանուն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի։ Բառացիորեն նա ասում է. դա առավելապես տակտիկա է, չեմ կարծում, թե շատ ադրբեջանցիներ համարում են, որ Զանգեզուրի միջանցքը պետք է մնա Հայաստանի մաս։ Կարծում եմ նրանք համարում են, որ Ադրբեջանը պետք է այն ընդգրկի իր կազմի մեջ։ Նույնիսկ Ադրբեջանի կառավարությունում կան մարդիկ, որոնք պնդում են, թե Հայաստանը ոչ վաղ անցյալում եղել է թուրք-մուսուլմանական քաղաքակրթության մաս եւ նրանք ժամանակին բարձրացնում էին Հայաստանի Հանրապետության գոյության հարցը։ Դրանք մարգինալ ձայներ էին, բայց դա գաղափար է այն մասին, որ Ադրբեջանը պետք է լինի միատարր երկիր, այն չպետք է բաժանվի եւ պետք է տիրապետի Բաքվից Նախիջևանով դեպի Թուրքիա ուղիղ երթուղուն։ Դա ադրբեջանական մտածողության համար ծայրաստիճան կարևոր է եւ կարծում եմ, երբ խոսում են Արքաս գետով այլընտրանքային երթուղու մասին, դա եւս տակտիկական քայլ է։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը հետ կնահանջի Զանգեզուրը Ադրբեջանի մաս կազմելու գաղափարից։ Ուղիղ 23 թվականի նոյեմբերին է ասել։ Բայց այսօր 26 թվականի փետրվարն է, ու փաստացի շատ մոտ ենք այն իրավիճակի, որ նկարագրել է Պոլ Գոբլը, բայց ես չեմ կարծում, որ Գոբլի եւ բազմաթիվ այլ փորձագետների նման ակնհայտ պնդումները խախտելու են Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի տգիտության կուսությունը։ Որովհետև տեսեք, սրանք ինչով էին առաջ տորցում, միջև էլ հրամցնում են, չէ՞, դա հասարակությանը։ Իրանք ընդհանրապես գաղափար չունեն հայ-ադրբեջանական հակամարտության կառուցվածքի մասին։ Իրանք հրամցնում են միջև մա, որ Ղարաբաղը տվեցինք, որ խաղաղ ապրենք, չէ՞, մոտավորապես համարյա ուղիղ են ասում, առանց հասկանալու, որ Արցախը եղել է հայ-ադրբեջանական հակամարտության հարթակներից ընդամենը մեկը։ Այսինքն, եթե դու Արցախը տալիս ես, գրգռում ես Ադրբեջանի ախորժակը Սյունիքի կամ Զանգեզուրի նկատմամբ։ Ինչ էր ասում Ալիևը։ Ասում էր, ես ստանալու եմ կարգավորում, որ Ադրբեջանի քաղաքացիները, ադրբեջանական բեռներ ու մեքենաները հայի երես չտեսնեն։ Ստացել է, այո։
Այդ front office, back office հենց դրա Չի մասին է։ տեսնելու, այո։ Չի տեսնելու։ Ասում են Սաֆարովները հային սպանող Գուրգեն Մարգարյանին սպանած Սաֆարովները պետք է ազատ ելումուտ անեն Այո։ առանց հայի երես տեսնելու։ Սա ստացան առաջի քայլն է, հետո դու նույնիսկ կարևորել չի որ երկրին 99 տարով 100 տարով 1 դար ամենաստրատեգիական հատվածի նկատմամբ քո ինքնիշխանությունը իրավազորությունը սահմանափակում կամ մեր ողնաշարն է մեր Այո։ երկրի ողնաշարը։ Այսինքն դրանից հետո դու որպես պետականություն բովանդակազրկվում ես, դառնում ես լրիվ օբյեկտ։ Հետևաբար շատերը թող բայղուշություն կամ ֆանտաստիկա չհամարեն Պոլ Գոբլի խոսքի շարունակությունը, որովհետև եթե պետության ողնաշարը ջարդում ես, մնացածը երբ ոտքերը չեն աշխատի կամ ձեռքերը չեն աշխատի, ժամանակի ու հետևանքի խնդիր է։ Իհարկե։ Հիմա մենք կանգնած ենք այդ ամենավտանգավոր կետի առաջ։ Ես գիտեմ, որ հիմա մեր հաղորդումը տրենդային չի, որտեվ մի քանի հազար կամ չգիտեմ ինչ-որ խումբ էլ մեր հասարակության սրտատրոփ Վենսի ինքնաթիռին է սպասում։ Չգիտեմ ինչ պիտի բերի Վենսը, որ այդքան սպասում են, բայց ես ուզում եմ հստակ մեր քաղաքացիները իմանան, որ ռուսական անկատար այլընտրանքային համակարգի այլընտրանքը ադրբեջանական ենթապետության վերածվելու հեռանկարն է։ Եվ մենք շատ արագ տեմպերով դա գնանք։ Հիմա կասեն, բա Միացյալ Նահանգները, բա թրիփը։ Ես որ քրդերի օրինակը բերեցի։ Միացյալ Նահանգները շատ ստրատեգիական Մալևինների, այո, շատ գլոբալ խնդիր, ինչի ախանների։ Այո։ 21 թվին։ Հիշում եք։ Այո։ Եկեք հասկանանք, Միացյալ Նահանգները մեծ հաշվով թքած ունեն ինչ չափեր կունեն Հայաստանը, թքած ունեն Ադրբեջանը շատ գոհ կլինի, թե շատ դժգոհ կլինի։ Իրենք թուրքական գործոնի միջոցով փորձում են տարածաշրջանում թույլատնել Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի ազդեցությունը, միևնույն ժամանակ կենտրոնական Ասիայի օգտակար հանածոները շրջանցելով Իրանն ու Ռուսաստանը Եվրոպա հասցնելու խնդիր ունեն։ Թրիփը Հայաստանի մասին չի։ Թրիփը նույնիսկ Հարավային Կովկասի մասին չի։ Հասկանում եք, Կենտրոնական Ասիայի մասին է, իհարկե։ Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցությունը միանգամից երկու Միացյալ Նահանգների համար փոխկապակցված ռեգիոններում, Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում թույլատնելու մասին է։ Կներեք պատահականներ, որ Ղազախստանի նախագահը իրեն Նիկոլ Փաշինյանը ինչ որ արծիվ պետական մրցանակի պարգևի է արժանացնում։ Իհարկե ոչ։ Հետո տեսեք, որ երկրներն են Զայդի մրցանակ ստանալու արդիվ այդ տեսաուերսներով ողջունում Էրդողանի կինը, Էրդողանը, Ուզբեկստան, Ղրղստան, ելով էր Ուզբեկստան, Ղազախստան, ասեցի, Հորդանանը։ Կամ բոլոր այն երկրներն են, որոնք կազմելու են այդ թուրքական պետությունների թուրքախոս, այո, Միջին Միջանսկի, նաև թուրքախոս պետությունների կազմակերպության մաս են։ Արևմուտքի դաշնակիցը Պակիստանի վարչապետը ամենակարևորը։ Այո, ինչու է թուրքական առանցքը արևմուտքի դաշնակիցը։ Որտեղ միայն գետնի վրա նման դաշնակից ունենալով արևմուտքը կարող է թույլատնել Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ազդեցությունը։ Սա շատ բնական է, սրա համար արևմտյան որևէ լիտայից նեղանալ պետք չի։ Այդ շատ բացահայտ այս նույն Պոլ Գոբլը եւ այլ ամերիկացի վերլուծաբաններ շատ բացահայտ ասում են, որ իրանք կանխամտածված գնալու են Արցախի հարցի փակմանը, որպեսզի ռուսական ազդեցությունը տարածաշրջանում թույլատնեն։ Հիշում եք, շատ ցինիկ ու բացահայտ էին ասում են շրջափակման օրերին, դրանից առաջ, դրանից հետո աշխարհակաղակական շահեր հետապնդելու համար որևէ գերտերության մենք մեղադրելու իրավունք չունենք։ Եթե Նիկոլ Փաշինյանը իրեն ու երկիրը մանրադրամ է դարձրել ամերիկյան էլիտայի համար, արևմտյան էլիտաների համար, ստեղով է մեղավոր։ Արմենը Աշոտյան մի հարց էր հնչեցնում Թրիփի այդ Վաշինգտոնյան համաձայնագրի էս վերջին արդեն հրապարակումից հետո այստեղ տաղավարում
ասում ես Չինաստանին չեք թողելու, շփով անցնի։ Երեք Պոլ Գոբելը ասում էր ոչ։ Երեք Պոլ Գոբելն հայտնի հարցազրույցում Ադրբեջանի մասով, երբ որ նա խոսում էր 3 կարևոր առաքելության մասին Ադրբեջանի, որպես իրենց ռազմավարական գործընկեր կամ դաշնակից, նշում էր Իրանի հարցում աջակցությունը, որ ակնկալում են Ադրբեջանից, նշում էր Զանգեզուրի Միջանցքի հարցում Ադրբեջանի կարևոր դերը եւ ամենակարևորը չինական ազդեցությունը թույլատնելու հարցում Ադրբեջանի առանցքային դերն էր նշում։ Բայց այստեղ Չինաստանը ոչ միայն ունի շատ լուրջ պայմանագրեր կնքած Ադրբեջանի հետ, եւ Վրաստանի հետ, եւ ամենակարևորը նաեւ շատ լուրջ պայմանագրեր Իրանի հետ։ Ինչ է լինելու։ Դե այդ արդեն ավելի մեծ պատմության հետևանք կարող է լինել կամ չլինել։ Իրանի շուրջ էլ գիտեք ցավոք սրտի էսկալացիան հասած է գագաթնակետին, չնայած զուգահեռ բանակցում են, ընդհանրապես նկատել եք այս ժամանակակից կոնֆլիկտներում մի հատ հետաքրքիր մեթոդաբանություն կա։ Շատ թեժ ռազմական գործողություններին կամ էսկալացիային զուգահեռ շուտ բանակցություններ են ընթանում։ Եվ ռուս-ուկրաինական պատերազմը այդպես եւ Իրանի շուրջ զարգացումներին։ Իրանի շուրջ զարգացումներում սպասելի է 3 սցենար, որտեղ ձեր հարցը ուղիղ կապված է Իրանի հարցը ոնց է լուծվել։ Իհարկե, հիմա թիվ 1 խնդիր է, որովհետև մասնագետներ կան մտավախություն են հայտնում, որ կարող է Հայաստան-Իրան սահման օրինակ նույնիսկ փակվի, ընդհանուր փակվի։ Ադրբեջանը ինքը իր սահմանն ունի։ Հիշում եք, ընդ որում կներեք, ավելի երկար է Ադրբեջանի եւ Իրանի սահմանը, քան Հայաստան-Իրան սահմանը։ Հիշում եք երևի։ Հələ հեղափոխության արշալույսին Հայաստանը ժամանել Էլի Թրամփի վարչակազմի մի կարգառուն ներկայացուցիչ Բոլթոնը։ Ազգային անվտանգության Հետո որ սկսեց նույն Թրամփը հետապնդումների Դե արդեն դա ուրիշ պատմությունն է, բայց Բոլթոնի հանդիպումից հետ հանդիպելուց անմիջապես հետո խորհրդանի ամբիոնում հայտնվեց Նիկոլ Փաշինյանը, որը ասաց, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք, որտեղ տեսականորեն մեզնից անկախ պատճառներով մի օր կարող է փակվել Իրանի հետ սահմանը։ Հիշում եք, նա նման արտահայտություն արել։ Այսինքն դա լրիվ հավանական մի սցենար է։ Ընդհանրապես 3 սցենար կա Իրանի շուրջ։ Կամ Միացյալ Նահանգները ճնշումով կարողանում են բանակցային պայմաններ թելադրել Իրանին, եւ Իրանը հրաժարվում է այդ հրթիռային միջուկային ծրագրերից։ Երկրորդ սցենարն է, որ թիրախային հարվածներ են հասցնում Միացյալ Նահանգները Իրանին եւ այդ կերպ են փորձում ինչ-որ զիջումներ կորզել, բայց այս սցենարը քիչ հավանական եմ համարում, որովհետեւ այնուամենայնիվ կայծակնային կամ վենեսուելական մոդել Իրանում իրականացնել չեն կարող Միացյալ Նահանգները։ Ամեն դեպքում Վենեսուելայում իրադարձությունները ցույց տվեցին, որ պետական համակարգը շատ անկատար է, շատ խոցելի է։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ճիշտ հակառակը 12-օրյա պատերազմում մենք տեսանք, որ սպանված հրամանատարներին անմիջապես փոխարինող։ Չէ, բացի այդ կներեք Մադուրոն Խամենեի չի։ Այո, եւ բացի այդ նույն անտարբերությամբ, ինչպես Չինաստանն ու Ռուսաստանը հետևեցին Վենեսուելայի իրադարձություններին, չեմ կարծում, որ հետևելու են Իրանում զարգացող հնարավոր գործընթացների։ Բայց այստեղ մի կարևոր բան է հիշացրեցիք ճիշտ։ Երրորդ սցենարը ասեք։ Մեծամասշտաբ պատերազմն է, որտեղ իրանցիները իրանց հերթին կարող են Հորմուզը փակել օրինակ, Միացյալ Նահանգները փորձեն, որտեղ դες մի հատ ինֆորմացիա հայտնվեց, որ կենտրոնական Ասիայում արագ օպերատիվ ուժեր են տեղակայել, ցամաքային ինչ-որ ներխուժում անել, այս դեպքում Հայաստան հումանիտար աղետի շեմին է կանգնելու, որտեղ ձեր ասած սահմանը միջև փակվելը կարող է ուղղակի տասնյակ հազարավոր մարդկանց սահմանից անսպան հյուսիսն է, չէ՞, ընկնում ադրբեջանցիներ են այնտեղ, չէ՞, Իրանի հյուսիսում։ Կարևորը վարչաբենդը չտուժի։ 10 քանի միլիոն ադրբեջանցիներ կան։ Մոտ 20-25 միլիոն նույնիսկ տարբեր թվերի մասին։ Ընդգծված իսլամիստներ, այսինքն այո, եթե նրանք հանկարծ այս ընթացքում ներխուժեն, ես դրա համար եմ ասում, Աստված մի արասցե, մենք դառնանք փոքրամասնություն կներեք, էլի, հայաստանցիներս, բայց եւ առաջին անգամը չէ, որ Իրանը սպառնացել է Հորմուզը փակելով Միացյալ Նահանգների համար, դա շատ կարևոր է։ Առևտրի 25%-ը այդ նեղությունն է բաժանել։ Այո, հիմա
Ես չգիտեմ Իրանը օրինակ ինչպես կվարվի այս դեպքում, եթե օրինակ փորձեն այդպիսի բան անել, ասենք Հայաստանի իշխանությունները ինչ որ պատրվակ գտնել փակել, դուք շատ լավ հիշեցրեցիք Փաշինյանի այդ ելույթը, երբ որ ասում էր կարող է եւ սահմանը փակվի։ Այո, մեզնից անկախ, բայց հիշում եք 18-ից հետո ինչ արեց նա։ Սկսեց վարկաբեկել, որ իբրև թե Իրանով թմրանյութեր են գալիս։ Հոլանդիայով էլ է գալիս, կներեք։ Սյունիքում մարզպետ նշանակելու համատեքստը։ Այո, հիշում եք, ճիշտ է։ Հետո Հայկ Կոնջորյանը ասաց բռնապետական ավտորիտար երկրի հետ գործում։ Այո, Իրանի մասին նման հայտարարություն արեց ՔՊ-ի խմբակցության ղեկավարն է։ Վաղ չէր, հետո այդ հայտարարության համար փաստորեն բարձրացրվեց, դարձավ խմբակցության ղեկավար։ Այո, ճիշտ է, բանը պաշտոնի բարձրացում ունեցա։ Շատ հետաքրքիր էր դա, որտեղ մենք այսպես չենք հասկանում։ Թմրանյութեր հիմա ընդամենը իրենց ներքին գործերի նախարարություններ կարծեմ տեղեկագրում տեսա Հոլանդիայից, ես իմ որ երկրներից այդ ցանկացած տեղից գալիս է մեծ քանակությամբ թմրանյութ է գալիս, այլ բան է կարողանում եք կասեցնել թե կուրացիա եք անում։ Սա այլ բան է, բայց հենց սկզբից Իրանի հետ Իրան-Սյունիք ճանապարհը վարկաբեկվել է։ Հիմա տեսեք Մադուրոին Վենեսուելայում ինչ էին ասում, թմրանյութեր են տեղափոխում։ Դե միշտ պատճառ չէ։ Թմրանյութի դեմ պայքարը։ Հիմա կարող է այդպիսի բան բերեն։ Հիմա տեսեք, մեզ առնվազն պետք է պատճառ դառնա, որ գիշերները չքնենք դա, բայց շատ քիչերին է հետաքրքրում։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ու արտգործնախարարը այս օրերին բոլոր հարևան երկրների տասնյակ անգամներ զրույց են ունեցել։ Այդ թվում իդեպ Ադրբեջանի։ Բայց այստեղ եկավ փոխարտգործնախարարը, այստեղ եկավ։ Հա, բայց այս օրերին բան Թրիփի հետ համաձայնագրի օրը։ Այս օրերին, չէ, այս օրերին ոչ մի հեռախոսազրույց Հայաստանի վարչապետի ու Իրանի նախագահի կամ արտգործնախարարների միջև տեղի չի ունեցել։ Դեսպանը գնաց Ալենին տեսավ։ Շատ ցածր մակարդակ է։ Ալիևը երկու անգամ Փեզեշքյանի հետ է խոսել։ Արտգործնախարարները երկու զրույց են ունեցել։ Խոսքը վերջի երկու շաբաթվա մասին է։ Հայաստանի ուղղությամբ որևէ զանգ գոյություն չունի։ Սա երկու բանի մասին կարա խոսա։ Կամ Հայաստանի իշխանությունը կներեք լակոտների հավաքածու է, իսկ այդ գոյաբանական վտանգի մեջ գտնվող իրանական էլիտան չի ուզում ժամանակ վատնել զրույցների վրա, կամ էլ նրանք շատ ճիշտ տվել են օգոստոսի 8-ի էպիկրիզը։ Իդեպ այդ հայտարարություններն են արտահայտել Իրանի բարձրագույն ղեկավարությունը, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում իրականում տեղի ունեցել Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների հակաիրանական գործարք, որը իր ստորագրությամբ կնքել է Նիկոլ Փաշինյանը։ Հա, բայց դա էլ ասեք, որ դա քաղաքական ղեկավարությունը չի արել։ Այդ հայտարարությունը հոգևոր թևի ներկայացուցիչներն են։ Այսինքն ոչ թե նախագահի, հա։ Ոչ թե Փեզեշքյանի թևի։ Հա, բայց դրանից լրջությունը ավելի խորանում է։ Իհարկե, ավելի խորանում է, այո, հենց հոգևոր առաջնորդին։ Բայց կներեք, դեսպանն էլ շատ խիստ հայտարարություն։ Դեսպանը, այո, նորանշանակ դեսպանը, ոչ թե դա։ Գիտեք ինչն է ինձ անհանգստացնում։ Նույնիսկ Հայաստանում շատ իհարկե վերջին օրերին այդ մարտիկ իբրև թե հալածվում են, ես չգիտեմ, մամուլում տվյալներ կան, ԱԱՑ են կանչվում, բան։ Դա դեսպանի հայտարարությունից հետո։ Հա, բայց ես դեսպանատան մոտ Իրանի Իսլամական Հանրապետության տեսա իրանցիների, որոնք մարդաբանական ոչ մի նմանություն չունեն այն մեծ ծանոթ իրանցիների հետ։ Ահա ես տեսա Ազատությունը ռեպորտաժեր արել մի հատ անհայտ սերի մեկի մասին, ես սապշել էի։ Ինչ էր ասում երեք Գոբլը։ Ես չգիտեի։ Ասում էր աշխարհիկ պետություններ լինելով հանդերձ Հայաստանն ու Ադրբեջանը իմ կարծիքով սկզբունքորեն դեմ չեն լինի Իրանի թեոկրատիկ իշխանության տապալմանը։ Կարծում եմ ամեն ինչ ասված է։ Ոչ միայն դա, իդեպ քրիստոնեական համերաշխություն միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ջոն Այբները Հայաստանում էր գտնվում եւ իսկապես կանգնած են նրանք մեր եկեղեցու կողքին։ Ջոն Այբները բավական հետաքրքիր անցյալ է ունեցել եւ Սիրիայում է գործունեություն ծավալել եւ Արցախում է եղել նույնիսկ 90-ականներին։ Մենք խոսում էինք այս վտանգների մասին եւ իսկապես նա այն մարդկանցից է, որ կանգնած է մեր եկեղեցու եւ Հայաստանում եւ Բաքվի բանտերում գտնվող քաղբանտարկյալների կողքին, մշտապես
հարցը բարձրացնում է այնտեղ եւ նա շատ լուրջ խնդիր է տեսնում հատկապես Հայաստան-Իրան սահմանի հետ կապված, քանի որ ասում է Ալիևը եւ Հայաստանը Փաշինյանը ուզում են այսպես աշխարհիկ ավելի պետությունների գաղափար են տանում, բայց Ալիևը խնդիր ունի հիմա, որովհետեւ ինքը ուզում է նաեւ լիդեր դառնալ Իրանի հյուսիսում գտնվող ադրբեջանցիներին, որոնք խիստ իսլամիստական են եւ ասում է հիմա առաջիկայում Ադրբեջանը Ալիևը փորձելու է, այսպես ասած, հոգեվորի վրա ավելի շեշտադրում կատարել։ Ես ձեր հետ համաձայն եմ, բայց ես ուզում եմ մեր հեռուստադիտողը հասկանա, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Իրան Իսլամական Հանրապետությունը մեր պետականության գոյությամբ ու մեր սուբյեկտությամբ շահագրգիռ են հենց հատկապես այն պատճառով, որ մենք ունենք Սյունիք։ Եթե Սյունիքում կորցնում ենք մեր իրավազորությունը, ինքնիշխանությունը, որպես սուբյեկտ մենք կորցնում ենք գրավչությունը անմիջապես թե Ռուսաստանի, թե Իրանի համար, թե մյուս երկրների համար այդ գրավչությունը երբեք չենք էլ ունեցել։ Եվ մի բան էլ շատ հետաքրքիր, ներկայացուցիչներից մեկը այդ կազմակերպության Գերմանիայի թուրք падգամավորներից մեկի հետ զրույցը ինձ հետ պատմեց առանձնազրույցում, երբ որ մենք զրուցում էինք, այդ թուրք падգամավորը ասել է Նիկոլ Փաշինյանը հաղթելու է այս ընտրություններում, թուրք падգամավորը, եւ ասել է Նիկոլ Փաշինյանը պետք է հաղթի այս ընտրություններում, նրան դա պետք է, մեզ դա պետք է, Թուրքիային դա պետք է։ Թուրքիայում չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանը իդեալական գործընկեր է, բայց ես կուզեի բանը իրանց անունով կոչել, իդեալական վասալ է։ Ոչ Բաքվում, ոչ Անկարայում չեն թաքցնում, որ Նիկոլ Փաշինյանի դեմքով իդեալական կատարյալ վասալի հետ գործ ունեն, որը պատրաստ է կատարել բոլոր այն առաջադրանքները, որ ստանում է։ Վերջում պարոն Սուրենյանց ուզում եմ խոսենք Վենսին, քանի որ շատերն են դիմել, այնուամենայնիվ նաև հասկանում եմ մի շարք կազմակերպությունների, որոնք ակնկալիք ունեն, թե Միացյալ Նահանգների ջանքերով Բաքվից մեր ռազմագերիները ի վերջո կվերադառնան, արդեն իսկ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության եւ այլ պատանների վերաբերյալ Ադրբեջանի դատարանները այդ շինծու գործերով վճիռները կայացրել են, ոմանց ցմահ են ազատազրկել, հա, օրինակ ասենք Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, այնտեղ Լևոն Մնացականյանին, գեներալ Բակո Սահակյանին եւ Արկադի Ղուկասյանին 20 տարով ազատազրկում, Արայք Հարությունյանին կարծեմ դարձյալ ցմահ ազատազրկում, Ռուբեն Վարդանյանի հարցով դեռևս վճիռը չկա, որովհետև դրանք անջատված երկու տարբեր պրոցեսներ են, բայց հիմա սցենար 1 Միացյալ Նահանգները, ինչպես դուք ասացիք, Ադրբեջանին ասում է գործարքը արդեն համաձայնվել է, Փաշինյանին պետք է ընտրություններում օգնել, այդ մասին տալիս եք, բայց Ռուբեն Վարդանյանին չեք տալիս։ Սցենար 2 ասում են արդեն վճիռդ կայացրել ես, չէ, Ալիև, արդեն բան ես արել, որ նրանք հանցագործ են, քո նպատակին հասել ես։ Վաղը միջազգային ատյաններում դա օգտագործելու ես պետք եղած ժամանակ։ Հիմա բաց թող գնան երրորդ երկիր։ Բայց Ռուբեն Վարդանյանին էլի չեն թողելու։ Կամ սցենար 3 ընդհանրապես ոչ մեկին չեն թողելու։ Որն է հավանական, որովհետև Նիկոլ Փաշինյանը նաև անհանգստանում է, որ նրանք հանկարծ չգան Հայաստան, ճիշտ է։ Ես կարծում եմ սցենար 4-ի մասին ես պիտի խոսեմ, բաց են թողելու էլի մեր հարգարժան հայրենակիցների, ովքեր սակայն ռազմաքաղաքական ղեկավարություն ցուցանակի տակ չեն տեղավորվում, բայց դատվել են մարդիկ, իրենց բաց են թողելու, բայց կրկնում եմ, դա ոչ թե լինելու է Ադրբեջանի նկատմամբ արևմտյան կամ արտաքին որևէ ճնշման, միակողմանի ճնշման հետևանք, այլ գործարքի հետևանք, այսինքն բաց են թողում է 4, 5 կամ 6 ռազմագերիներ, դա որպես բոնուս է լինում Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը իր հերթին զիջում է անում որևէ հարցում Ադրբեջանին, էլի սկզբունքային որևէ հարցում։ Նիկոլ Փաշինյանը վարել է մի քաղաքականություն, որ Ադրբեջանի նկատմամբ միակողմանի ճնշումը բացառեք, նույնիսկ ռազմագերիների հարցում, նելու է գործարք։ Ինքը էս անում, նրանք էս են անում։ Իհարկե այդ գործարքի Ադրբեջանի արածը ստեղ կմատուցի։ Օրինակ տեսեք, Հասան Ղուլիև դեպուտատ կա, падգամավոր,
որը առաջարկում էր, օրինակ դա էլ է գործարքերի էլեմենտ իմ կարծիքով, հենց այնպես չի հնչեցվել մեր մեջլիսի նիստում։ Ասում էր, եկեք միջև ընտրությունները ստորագրենք այդ խաղաղության պայմանագրին, մեր կետ ավելացնենք, որ ուժի մեջ է մտնելու, երբ որ Հայաստանը փոխի սահմանադրությունը։ Թվում է թե ճկուն է, չէ՞ դարձել Ադրբեջանը։ Բացարձակապես։ Նիկոլ Փաշինյանին տալիս են իր ուզած թուղթը, որստեղ շահագործի մեր ժողովրդի միամտությունն ու անիրազեկվածությունը, մյուս կողմից ական են դնում խաղաղության պայմանագրի տակ։ Կազուս բելի հիմք, որովհետև պարզա չէ, որ հետո ինչ որ պատճառով եթե թարակվեն ձախողվի, Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմագործողություն սկսելու լեգիտիմ հնարավորություն է ստանում։ Ես այդ կարգի 4-րդ սցենար եմ պատկերացնում, որոշ գերիներ Հայաստանի կողմից ինչ-որ զիջման դիմաց։ Ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակումը միջև առնվազն ընտրությունները ես գրեթե բացառում եմ։ Ինչքան էլ ծանր է այս խոսքերը ասելը, որտեվ Ադրբեջանը միջև վերջ, եթե միջև վերջ չքամի Հայաստանին, Հայաստանին եւ չպարտադրի ամբողջովին իր օրակարգը, ռազմաքաղաքական ղեկավարներից որևէ մեկի չի վերադառնալու։ Տեսեք, սահմանադրությունը, երբ որ ընդունվել է մեր սահմանադրությունը, հա, հիմա ես լսում եմ անդիմադիր տարբեր գործիչներ, որոնք նույնիսկ հավակնություններ են ներկայացրել, վարչապետի տեխնացու են իրենց հայտարարել կամ պատրաստվում են ընտրությունների մասնակցել։ Իրենք խոսում են մեր գործող սահմանադրության վատ լինելուց։ Կամ ասում են, այս սահմանադրությունը եթե չփոխեր Սերժ Սարգսյանը, բանը հեղափոխություն չէր լինի։ Նույնիսկ ընդհուպ սա։ Հիմա հարց է եւ իրենք ասում են, օրինակ, պետք է անպայման սահմանադրությունը փոխել, որովհետեւ այդ սահմանադրությունը վատն է, այդ սահմանադրությունը գործողը կեղծիքներով է անցել, այս սահմանադրությունը պետք է խորհրդարանական կառավարման մոդելը փոխվի, մեկը ասում է կիսանախագահական, մեկը ասում է նախագահական, այսպիսի բան։ Հիմա հարցս հետեւյալն է. այս սահմանադրությունը քանի օր է ընդհանրապես գործել, որ հասկանանք լավն է թե վատն է, մեկ։ Եթե Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական կառավարման մոդելը չի փոխում, ճիշտ է թե չէ, չի փոխում, իսկ այդ մոդելի կողմնակիցները ժամանակին դաշնակցությունն ու ժառանգությունն էին, ճիշտ է հատկապես, չի փոխելու։ Այդ դեպքում ինչ որ օրենսդրական փոփոխություններով, եթե խնդիր եք տեսնում, բան արեք, չէ, կարգավորեք, ինչ որտեղ որ խնդիր եք տեսնում այս սահմանադրությունում։ Հարցս հետեւյալն է. արդյոք այն քաղաքական ուժերը, որոնք հայտարարում են, որ սահմանադրությունը պետք է փոխվի ու առաջարկներ են ներկայացնելու, իրենք չեն մասնակցում Նիկոլ Փաշինյան, Ալիև տանդեմի պլանին, որովհետև այդ սահմանադրությունը փոխելու պահանջը, մեր սահմանադրությունը փոխելու պահանջը ոչ թե Հայաստանի քաղաքացին է առաջ քաշել, այլ Թուրքիան եւ Ադրբեջանը մասնավորապես։ Տեսեք, նախ պետք է վերականգնել սահմանադրական կարգը։ Սահմանադրական կարգը Հայաստանում տապալված է։ Չի գործում է Նիկոլ սահմանադրությունը։ Փաշինյանը բոլորին տեղավորել է իր գրպանները, ինքն էլ տեղավորվել է Ալիևի գրպանում, եւ Հայաստանում տապալվել է սահմանադրական կարգը։ Միջև սահմանադրական կարգը չվերականգնվի, միջև Հայաստանի որոշ մի զգալի տարածքների դեօկուպացիա տեղի չունենա, միջև Հայաստանի Ադրբեջանի միջև տեսանելի խաղաղություն չհաստատվի, սահմանադրական ռեֆորմի մասին խոսալը ժամանակավրեպ է։ Ավելին դու մասնակցում ես այդ ծրագիրը, դու լեգիտիմացնում ես Ալիևի Փաշինյանի ծրագիրը։ Ասում դուք էլ ձեր առաջարկները արեք։ Ահա, քննարկենք։ չստացվեց դու լեգիտիմացնում ես իրենց Շատ ծրագիրը։ կարևոր բան ասեմ։ Իհարկե սահմանադրական կարգավորումները դեպի իդեալականը տանելը բոլորից ձգտումը պետք է լինի։ Միշտ է որևէ երկրի սահմանադրությունը անդադ բան է, կատարելագործում է։ Բայց չստեղծենք, հա, որ այս հրեշը երկրում ծնվեց, որտեղ սահմանադրության խնդիր էր։ Բայց այդ սահմանադրությունը չի աշխատել ոչ մի Ոչ օր։ մի օր չի աշխատել։ Չի աշխատել։ Նիկոլ Փաշինյանը սկզբում Հայաստանում օխլոկրայզա էր հաստատել ամբողջ իշխանություն, որը սահմանադրական կարգի հետ կապ չունի, որ վարկանիշը բարձր էր։ Հետո օխլոսի դիկտատուրայից հետո ունեցանք նրա դիկտատուրան անձնական, սահմանադրական որևէ նորմ չի գործում։ Եկեղեցու դեմ հարձակումը վկայակոչեմ, դատարանների ես ողբալի վիճակը վկայակոչեմ,
ազգային ժողովում ուսապարկերի գոյությունը վկայակոչել։ Առաջին օրից, հա, բանը 18-ի առաջին օրից այս սահմանադրությունը ոտնահարվում է։ Ընդհանրապես Հայաստանում սահմանադրական կարգը տապալված է։ Հիմա ես կարող եմ ասել, եթե որևէ քաղաքական ուժ այս ընթացքում մասնակցում է սահմանադրության որևէ նախագիծ է ներկայացնում, կառավարման մոդելի փոփոխության անվան տակ կամ որևէ բանի, կարող եմ պնդել, որ իրենք լեգիտիմացնում են Փաշինյանի օրակարգն են սպասարկում։ Առնվազն մաքրում են Նիկոլ Փաշինյանի դեմքը, որտեղ ստացվում է, որ եթե լավ սահմանադրություն լիներ, իդեալական, Նիկոլ Փաշինյանը անթերիկ ղեկավար էր երկիրը։ Հիմա այդ խնդիրը չի դրած։ Հիմա Նիկոլ Փաշինյանը սահմանադրությունը ընդհանրապես տապալել է, ոչնչացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ ես քննարկում։ Որ սահմանադրության որ հոդվածն է պահում։ Բարեփոխում անում, գնացեք մասնակցեք։ Հաջորդը, նաև ինչ են սրանից բխող, հա, տեսեք, հիմա այս ընտրություններին գնալով կթեժանա։ Սերժ Սարգսյանը փոխեց սահմանադրությունը, կարեց իր հակով, հետո բանը դրա համար հեղափոխություն եղավ, հա, բերեց Փաշինյանին։ Այստեղ հարց է ծագում, հա։ Կարեց, որ Հիմա կարեց, որ տա, հիմա դրա համար ասում եմ մի հատ կողմնորոշվեք, էլի, կարեց, որ ինքը հակնի իր հակով, թե մեծ կարեց իրանից, որ ուրիշը հակնի կամ փոքր կարեց, որ ուրիշը հակնի։ Քաղաքական ուժերի փաստարկներ գիտեմ հիմա այս մոդելի դեմ։ Այդ նույն ուժերը նույն հետևողականությամբ խոսել են նաև նախագահական մոդելի դեմ։ Այո։ Հա, այսինքն քաղաքական ուժեր կան, որ հստակ ասելիքը լղոզելու նպատակով ինչից ասես խոսում են։ Սահմանադրական ռեֆորմից են խոսում։ Ասում եմ, հա, մեծ սիրով խոսենք։ Թող խաղաղությունը վերջնական հաստատվի, ամեն ինչ երկրում նորմալ լինի։ Այս տուրբուլենտության պայմաններում ինչ սահմանադրություն։ Ինչ ենք խոսում։ Հիմա Հայաստանի սահմանադրության փոփոխություն առաջին հերթին պահանջում է Ադրբեջանը։ Արևմտյան Ադրբեջանի նախընտրական շտաբն էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բենժին բաժանելով ծրի, էժան անասնակերտորեն բաժանելով, այո։ Այդ հարցը լուծում է։ Ես ինչու եմ սա ասում, հաջորդը դա են ասելու, հա, ու այն ուժերը, որոնք մասնակցել են այդ հեղափոխություն կոչվածին, ասում էին գունավոր հեղափոխություն, ասում էին, որ Արցախի սա նշանակում է ոչ թե Սերժին եք մերժում, այլ Արցախ եք հանձնում, չէին հավատում, մասնակցում էին։ Հիմա ասում են, չէ, էլի գալիս են Սերժն ա բերել ու այս թեզը սահմանադրությունը փոխեց, Սերժը բերեց ու ավելին, պարոն Սուրենյան, գալիս են այդտեղ ճամարտակում են, աշխարհաքաղաքական գլոբալ բանն են բացատրում։ Հասկանում եք ինչ է։ Հիմա իրենք մտնելու են, եթե որևէ մեկը առաջարկի սահմանադրական փոփոխություն, թող Նիկոլը չլինի, թող այս process-ը, այս աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը կանգնի։ Առնվազն Հայաստանի քննարկենք քաղաքացին ունի փոփոխության պահանջ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, երբ որ սահմանադրության խնդիրը անտեսելով կկնքվի խաղաղության պայմանագիր, մենք կիմանանք, որ դա Բաքվի պահանջը չէ, այո։ Այդ դեպքում խնդրեմ հանգիստ նստենք, որպես ավելի արդյունավետ մոդելի փնտրտուք քննարկենք սահմանադրական ռեֆորմը։ Բայց ուզում եք ասել, որ սահմանադրության մեջ օրինակ դատական իշխանության մասին ուրիշ բան գրածելներ, Մասիս Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի բոլոր հրանքները չէր կատարելու։ Հենց այդ է։ Այսինքն լավ աբսուրդ է այդ։ Հիմա ես հետևելու եմ, թե որ քաղաքական ուժը կներկայացնի սահմանադրության փոփոխության։ Բոլորին դեմ ենք, ինչ ենք, ինչ որ տենց էլի կարգավորումներ եւ այլն։ Խնդիրը հիմա սահմանադրական կարգի վերականգնումն է։ Միջև սահմանադրական կարգը չվերականգնես, դրա բարեփոխելու մասին ինչ ես խոսում։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան, սպասենք Վենսի ինքնաթիռը իջնի, լսենք հայտարարությունները, առաջիկայում կրկին կխոսենք արդեն հայտարարությունների մասին։ Ոմանք նենց են դիմավորում, ոնց որ ասենք ֆուտբոլի ֆանատները Մեսսի են դիմավորում։ Որտե՞մ ես էլ մի նամակ գրեմ Վենսի կնոջը երևի։ Հա։ Չէ։ Հա։ Հարգելի հետևորդներ, իմ զրուցակիցներ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը կհանդիպենք։